ես տեղ խաղացա Arsenal կամանդից ու շարունակեցի խաղալ high school-ից։ High school-ից հետո դեռ չկա ֆուտբոլիստ ու չի եղել ֆուտբոլիստ, որ այդ մակարդակից մեկից մտնի պրոֆեսիոնալ, բայց ես այդ մակարդակից ինձ ինտերները խնդրեց, որ գայի խաղայի ու խոսք տվեց, որ եթե ես PCC խաղամ ու ճիշտ է լավ խաղամ, ինքը մարզիչներ կբերի, որ ինձի նայեն, MLS-ի մարզիչներ։ Ու ինքը իր խոսքը կատարեց, ես իմ ֆուտբոլը ցույց տվեցի PCC-ում, ես խաղացա այդ 3-4 ամիսը PCC-ում, ինքը ինձի մարզիչներ բերեց, թե Galaxy մարզիչ, թե բան, ու ոնց որ դից արդեն իմ անունը մեծացավ, իմ անունը բոլորը սկսեցին լսելը, բոլորը սկսեցին արդեն յուրամոսության ճանաչել, ու դրանից արդեն մտա MLS Combine, այդ դրա սիստեմը, նենց սիստեմա, որ պետք է մի քանի մարզիչներ ասեն, հա ինքը արժանի է մտնի դրա սիստեմը, որ հետո այդ մարզիչները կարանան ինձի վեկալեն, որպես draft pick-ը, որպես այդ թիմերը։ So դրա համար draft եղա, որը որ ճիշտ ասած առաջի անգամ որ այդ combine-ը գնացի, combine-ը կոչվում, որը որ սաղ ֆուտբոլիստներին 120 ֆուտբոլիստ կանչում են, 4 թիմ են հաղթում, ու այդ 4 թիմը ոնց որ 3 հատ խաղ է, իրար դեմ է խաղում, ու բոլոր մարզիչները նստած նայում են, բոլոր կոմանդների MLS-ի, երկրորդ է երեկորդ այդ նույն բանը նայում են։ Ու դե ես գնացի որպես ոչ ոքի, ոնց որ հեշմար չգիտեր, PCC-ից ոչ մեկը չգիտեր, դե տղեկ կային, որ Օլիմպիադա խաղացած տղեկ կային, որ Օլիմպիադային խաղացել եւ որ ես խոսքի նայում էի, արդեն զարմանում էի, որ վայ ես ֆուտբոլիստների անունները լսել եմ կամ քոլեջ մեծ յունիվերսիտիներ։ Բայց ես էլի իմ ֆուտբոլով ապացուցեցի, որ ես իրանցից լավն է, որ ինձի վեկալան 4-րդը։ Պոլիտիկայի երեսից ինձի չվեկալան առաջինը, որը որ Չիվասն էր ուզում ինձի վեկալել առաջին։ Դրա համար Չիվասը գնաց 5-րդ, որ 5-րդ տեղում ինձի վեկալել, բայց 4-րդում արդեն Քյանզասը ինձի վեկալեց, Քյանզաս Սիթին։ Ու ոնց որ էդի իմ առաջի շագներ պրոֆեսիոնալ կյանքում Քյանզաս Սիթիում ես շատ ուզենամ, շատ կցանկանամ Ամերիկա, բայց հիմա չէ։ Հիմա քո ծրագրերի մեջ չկա այդպես։ Հիմա չկա, բայց ես կուզենամ էլի ստեղ խաղամ, քանի որ իմ կարծիքով շատ մեծ առաջընթաց ու նենց առաջընթաց է, որ տարին տարվա վրա ոչ թե իրանք մի քայլ են ելնում, այլ դե 3-4 քայլ բարձրանում աստեղած ֆուտբոլը։ Տարին տարվա վրա ֆինանսապես թե ժողովուրդը ստադիոններում այսօրվա դրությամբ ստե ավելի շատ մարդ է հետևում ֆուտբոլը, քան Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ու դա փաստ է։ Այսօր ստե մինիմում հետում է 14-15-20,000 մարդիկ նայելու ստադիոնները, իսկ ընդ դեռ այդքան չեն հետում, ճիշտ է փոքր կոմանդների, բայց դա ստանդարտ արտել այդ թվերը։ Դրա համար ու ստեանց կյանքը ոչ մի տեղի կյանքի հետ չի կարա Ամերիկայի կյանքը բանանես։ Իսկ քո գործակալը շարունակում է ամերիկացի մնալ։ Ես իմ գործակալները, խոսքի ես մի հատ չունեմ, մի քանի հատ գործակալներ ունեմ, որոնք որ իմ հետ են աշխատում, բայց իմ անձնական հենց առաջի գործնականը ամերիկացի Patrick McCabe-ը ինքը ստե է, բայց ինքը շարունակում է աշխատել ոնց որ ամեն տեղ։ Մեզ Հայաստանում համբերություն է պետք։ Ճիշտ է, մեր ժողովուրդը այնքան վաղ են սպասել, որ մեր թիմը sense հաջողություններ ունենա, որ արդեն ոնց որ մի քիչ մոդիկ ծելենք, հիմա ուզում են որ անընդհատ հիմա մարդիկ սպասում են, որ մենք Իսպանիային կրենք, բայց դա ոնց որ ռեալ չի, որպես ֆուտբոլային տերմերով եթե նայես, դա ռեալ չի դրա համար, որտեղ խոսքի ամեն ինչը սիրում է ժամանակ, ամեն ինչը ունի ժամանակ, ու մեր ֆուտբոլը Հայաստանի իմ կարծիքով նոր է սկսում։ Նոր սերունդ է սկսում։ Ես կարծում եմ լավ է սկիզբը դրված։ Շատ լավ է, քանի որ այդ սկիզբը դնողները, մեր ֆեդերացիայի նախագահ, թե մեր մարզիչը, իրենք շատ ճիշտ են դնում ու շատ ճիշտ ձև են մտածում մեր սպորտի, մեր ֆուտբոլի աճելու համար, որտեղ իրանք էլ չեն սպասում դսից ֆուտբոլիստ բերենք, իրանք այսօրվա դրությամբ մեր ֆուտբոլիստներ ունենք, ճիշտ է, ես դուսն եմ, ունենանք մի հատ, երկու հատ, երեք հատ ֆուտբոլիստ, որ դսից կգա, ոսկի դսի հայ կլինի։ Ներսում դու այդ պոտենցիալը ներսում ես։ Բոլորը ներսում են, բոլոր ֆուտբոլիստները մեր ներսից են, եթե նայեք մեր 9-8 հոգի մենակ սաստավի ֆուտբոլիստները, սա ներսի ֆուտբոլիստներ, դրա համար իսկ սերունդ որպես փոխարինող
Շատ լավ։ Կարծում ես նորմալ է։ Շատ լավ է, քանի որ գիտեք ոնց է, եթե այսօր փոքր երեխաները նայեն մենք ինչ ենք անում, հբարտանան, ես անձամբ որ Հայաստան եմ հետում, ինձի ճիշտ է, արդեն փողոցներում են ճանաչում, բոլոր տեղերը ճանաչում են։ Ու դեռ էդի ճիշտ է հաճույք է, բայց ինձի ամենաշատ հաճույք է տալիս, որ ես երեխաներին որ տեսնում եմ, խոսքի փոքր երեխաներ, ֆուտբոլիստ երեխաներ, որ տեսնում եմ, իրանք ճանաչում են, ես միշտ փորձում եմ իրանց հետ այնց ազատ մոդի գտնեմ, որ իրանք երազեն, այն անեն ինձնից լավ, որը որ ես եմ անում, որտեվ էդ է մեր աբագան, իրանք են մեր աբագան, ճիշտ է մենք հիմա կփորձենք սկսենք, թազա սկսենք մեր ֆուտբոլը, թազա ոնց որ արդյունքներ ցույց տանք, լավ արդյունքներ ցույց տանք, բայց այն ֆուտբոլիստները, որ 16 տարեկան են, 15 տարեկան են, մի 3-4-5 տարի հետո մեր հետ իրանք ոնց որ կաաջեն, մեզ նայելով, բարձր ֆուտբոլ արդեն հասկանալով կաաջեն, որպես դառնան մեզնից լավը, որտեվ եթե իրանք ուրիշ չդառնան մեզնից լավը, ուրեմն սերունդը ճիշտ չի աճում։ Մենք Ռուսաստանին չենք կարա անտեսենք, որ Ռուսաստանը շատ մեծ ոչ թե երկիր է, երկիրի մասին չի խոսք, այլ թե ֆուտբոլային երկիր է։ Ռուսաստանը շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն։ Ճիշտ է, իրանք լավ ֆուտբոլ չեն ցույցադրել մինչև այդ, բայց Ռուսաստանը այսօրվա դրությամբ կարա լուբոյ աշխարհի լուբոյ լավ կոմանդի հետ լինի լավ խաղա։ Ու մենք շատ լավ խաղացինք այդ խաղի առաջին խաղակեսը։ Մենք առաջին խաղակեսին պետք է մի հեչիպես մի հատ երկու հատ գոլ խփեինք ավել նրանցից ու գոլ չուտենք։ Մեզ հենց այդ երևի դուխաթափ արեց, որ իրանք մի րոպե, երկու րոպե հետո մեկ գոլ կերանք իրանցից։ Ու բայց ճիշտն ասած ինձի հաշիվը շատ չէր հետաքրքրում։ Ինձի հետաքրքրում էր որպես ֆուտբոլիստ, որ ես ամեն ինչ անեի, որ լավ խաղ ցույց տայի մեր ազգի համար ու մեր ֆուտբոլիստները։ Ոնց որ դուխով խաղայինք, մենք վախենալու գործը բան չունեինք։ Ու մենք պետք է ամեն խաղը դենց կարծում ես հավաքականը իր պոտենցիալ ամբողջությամբ իրացրեց այդ օրը։ Ոչ։ Ուներ ավելի պոտենցիալ։ Ունենք այն առումով, որ կարայինք ավելի ուշադիր լինենք, կարայինք ավելի ոնց ասեմ, ավելի ուշադիր լինենք։ Ես կարամ ասեմ, որ ես ճիշտ է ինձ սաղ ասում են դու շատ լավ խաղացար, բայց ես էլի չեմ գտնում, որ ես այն խաղացա, ինչը որ ես կարայի խաղայի, որտեվ ճիշտ է հարցակողը ես գոլի բաց տվեցի, բայց գոլ չխփեցի։ Ու ես որ խաղին որ գոլ չեմ խփում, ես չեմ համարում որ լավ եմ խաղում։ Որպես հարցակող, չգիտեմ, դա իմ մենտալիտետն է, որ ես մենակ ետ եմ ճիշտ գտնում։ Եթե ես գոլ ավելի լավ է ես 3 հատ 2 հատ գոլ խփեմ, բայց շատ վատ խաղամ, բայց թիմը կրի, քան թե ես շատ հոյակապ խաղամ, թիմը 3-1 կրվի, գոլ չխփեմ։ Էդի ես չեմ հավատում։ Դրան ես համամիտ չեմ։ Ճիշտ է, Սուդյան չօգնեց մեզ, շատ էր խաղը ոնց որ Օգուտ Ռուսաստանի, հա շատ էր, ոնց որ շատ էր իրանց մի քիչ շատ ուշադրություն դարձնում։ Դե իրանք խոսքի իրանց աստղները շատ մեծ էին։ Երևի դրա համար վախում էին իրանց, չգիտեմ, տրավմա կստանային, բայց ես չեմ ուզում համարեմ, որ մեզի Սուդյան կրվեցրեց։ Մենք Ռուսաստանի խաղին, թե Սլովակիայի խաղին, ավելի շատ Սլովակիայի խաղին եւ Անդորայի խաղին։ Մենք այն ֆուտբոլը, որ այդ վաղ ենք խաղում, երևի մենք Եվրոպայի ամենալավ խաղացող թիմերից մեկն ենք այդ ժամանակ։ Ու էդի ես չեմ ասում, որ ասում են հայա գլուխագողում, չէ։ Ես դες բան չեմ սիրում անել, բայց ինձի ես էդի ասում եմ, որտեվ ես դասի ֆուտբոլն եմ տեսել, դասում խաղացել եմ ու խաղում եմ։ Ու ես ասեմ, որ էդի փաստ է, որ մենք այդ մի քանի խաղը շատ ուժեղ խաղացինք։ Ինչ նախագարում որ դա լինի սովորական։ Դե էդի արդեն գալիս է ոնց որ ստաժից, էքսպերիենսից, անգլերեն ասած էքսպերիենսից է գալի։ Մենք հələ դեռ ճիշտ ասած նոր 4 խաղ է որ սենց ենք խաղում։ Նեն չի որ մի 5 տարի, 6 տարի, 10 տարի տղեկ խաղում են, նոր են։ Չէ, 4-5 խաղ չկա որ սենց ենք խաղում։ Ճիշտ է, ես գնացի Հայաստան օգնեց։ Շատ ֆուտբոլիստներ աջան, շատ ուժեղ աջան, շատ լավ աջան։ Էսի մեր համար շատ ուժեղ դասը լավ, էս Ռուսաստանի 2 խաղը իմ կարծիքով մեր համար շատ լավ դասը լավ, քանի որ մենք կարողանանք այդ ոնց որ պրեշերի տագից ելնել, այդ նագրոսկի տագից, որ Ռուսաստանի դեմ էինք խաղում, պետք է կրեինք, բայց մենք հանգիստ երանք ֆուտբոլ խաղացանք։ Անդորայի խաղը հույսով եմ ու վստահ եմ, որ մենք շատ լավ կանցկացնենք, շատ դժվար խաղ անելու, բայց պետք է
ավելի մեր համար, քանի որ մեր տղաները արդեն եկան վստահ են խաղում։ Որ իմ կարծիքով չեմ բանանում, որ կարող է ելնեն մի բան փոխված լինի այն թիմից, որը խաղացավ Ռուսաստանի դեմ։ Դրա համար ճիշտ է, ցավալի է, իմ համար շատ դժվար անելու ես այդ խաղը նայել, բայց ֆուտբոլը կստացվի, դե որ սուդեն չի օգնում, դերին կարտը տվա, բայց այդ է, ու հույսով եմ, որ շատ լավ, ես շատ դժվար ժամանակներ անցկացրի իմ տրանսֆերից հետո Կրասնոդար, քանի որ ես դրա մեկ ունեի, որ անսպասելի էր, մեկը մյուսի հետ գալիս էր, ու ես ոնց որ հունի մեջ չէի նո ֆուտբոլ խաղայի ցուցադրեի, ու Ռուսաստանում նոր գնացած ֆուտբոլից որպես հայ, որ չես խաղում, բայց ոնց որ վճարվել ես դրա համար, վճարվել ես բարձր տրանսֆերով ես եկել, էդի շատ դժվար հարց էր, շատ դժվար էր էդի իմ համար, իմ գործը ֆուտբոլ խաղալն է ու մենակ ֆուտբոլ խաղալն է, ուրիշ բանի մասին մարդիկ կան, որ իրանք դրա մասին։ Դու կարծում ես դեռ երկար կմնաս Ռուսաստանում։ Ես ժամանակ չեմ կարող ասեմ, ոնց ասեմ, շատ երկար լավ առաջարկ կլինի, եթե լավ առաջարկ կլինի խոսքի Կրասնոդարը ընդունի, որ լավ առաջարկ է, ես ընդունեմ, որ լավ առաջարկ է։ Ոնց է շարունակես։ Հա, ես մեծ հաճույքով կշարունակեմ, բայց խոսքի նենց է, որ չգիտեմ, ինձ բանա որ եթե Եվրոպայից օրինակ բարձր որ իմ երազանքն է Եվրոպայում խաղալը ու կմնա իմ երազանքը, ես կուզենամ էլի Կրասնոդարից հետո կոնտրակտս բռնի, ես անպայման կփորձեմ Եվրոպա հետալ ու կետամ Եվրոպա, եթե դրանից շուտ կլինի ավելի լավ կլինի, եթե չէ, ես դեռ իմ կոնտրակտը որ բռնի Կրասնոդարում 26 տարեկան եմ ունելու, նենց որ ինձի ոչ մի բան չի խանգարում, այն տոշնի ճիշտ վաղն անելու Եվրոպա մտնել խաղալը։ Ռուսերենը կարողացար հաղթահարել։ Ռուսերենը շատ լավ է, ոչ։ Ռուսերենը ոնց ասեմ, եթե ինձ պետք կլինի խոսամ, եթե պետք կլինի հասկանամ, բայց որ ասես խոսքի սենց, որ նստես խոսած չեմ խոսա, հասկանում եմ, որ ոնց որ մի քիչ ամոթ չունենամ, ավելի լավ կխոսամ, ավելի սենց ազատ կխոսամ, բայց հենց է դա, որ քեզ չի բարդությունավորում, դու չես ես ինչը որ պետք է ինձ գիտեմ, ինչ որ պետք է ասել էդի կարամ ասեմ, կարամ հասկացնեմ, թե ռուսերեն, թե անգլերեն, դե մեկ-մեկ է խոսում եմ, բայց իրանք չեն հասկանում էլի։ Իսկ երկրպագուների հետ շփումները։ Ես չէի ասի Ռուսաստանում դեռ այդ մոմենտը շատ զարգացած է, որ ավելի երկրպագուների մոդի գնես, ավելի շանսեր չեն ստեղծում, որ ավելի շատ գնես, բայց քաղաքում որ տենում են, դե խաղից հետո ես միշտ փորձում եմ իրանց շնորհակալություն հայտնեմ, դե նկարվելով, դե ստորագրությունով, դե որևէ մի ձևի, քանի որ շատ կարևոր են իրանք, շատ մեծ դեր են խաղում, իշքան է կլուբը ոնց որ չստեղծի, ես փորձում եմ միշտ մոմենտները ստեղծել, մեր ժողովուրդը ոնց որ կարիք ունեցել են շատ ուրախանալու, ու ես շատ ուրախ եմ, որ մեր ֆուտբոլիստները ու մենք կարանք ուրախացնենք մեր ժողովրդին մի հատ ֆուտբոլ խաղալով, 90 րոպե ֆուտբոլ խաղալով, վազելով, ցուցադրելով, դրա համար դա ինձ շատ ուրախացնում, մենք պետք է փորձենք, որ ավելի շատ ուրախացնենք։